վատ զգացել Քոչարյանի անունից։ Եթե վատ ազգում, ստեղ ինքը գործ չունի, ինչ է եկել։ Իհարկե, քաղաքացիորն է, մասնակցում ենք, քաղաքացի եմ Հայաստանի Հանրապետության։ Շատ է, այստեղ գիտեք, քանի որ առնչվում են քաղաքացիների հետ շատ, գրեթե 99%-ը իշխանամետ են, իշխանականներ են, դուք որ ուժին եք աջակցում։ Ես իշխանամետ եմ։ Իշխանամետ։ Կուսակից եք, Ոչ։ Որպես քաղաքացի ես կուսակից չեմ, բայց որպես քաղաքացի ընդունում եմ իր հայացքները, ինչ որ անում է մեր համար շատ լավ է։ Որտեղ տեսեք, ասում են ընտրակաշառքը դե վատ բառություն, ընտրություններից առաջ թոշակ է բարձրացում, առողջապահության ապահովում է անում, հիմա քաղաքացիորն է ճոխ նշում, սա դուք դիտարկում եք ընտրակաշառքի շրջանակում, որտեղ կան մարդիկ, որ ման կարծիք են այդ։ Ոչ չեմ դիտարկում, որովհետև մինչև թոշակների բարձրացումը ինքը շատ լավ բաներ է արել, շատ։ Այն որ գյուղ չէինք ցանկանում գնալ, որ ցեխի մեջ կորած էինք։ Հիմա գնում ես այդ ճանապարհներով, որ գնում ես, ուզում ես ճանապարհը երկարի։ Ասֆալտը նկատում եք։ Իհարկե։ Բացի դա, լավ թողնենք մի կողմ այդ ասֆալտը։ Բայց արտադրությունը զինամթերք բան որ արտադրում ենք, քիչ բան է դա։ Կյանքում ով էր պատկերացնում։ Այո, մենք Հայաստանում չունենք արտադրություն, որ արտադրում ենք որոշ զինամթերքներ։ Ես զինատեսակները չգիտեմ, բայց հեսա ցուցադրությունը կլինի, բոլորս է կտեսնենք։ Դրսից գնում եք։ Այո, նաև դրսից են գնում։ Այո, շատ զինամթերքներ մենք։ Օրինակ տեսեք, դուք հիմա խաղաղության, հաստատված խաղաղության մեջ վստահ եք։ Գիտեք ինչու եմ վստահ, որովհետև սահմանում ոչ մի զոհ չունենք 2 տարի արդեն, ոչ մի զոհ։ Բայց այն որ Քոչարյանականները որ ասում են մեր ժամանակ ոչ մի զոհ չի եղել, խաղաղ ա եղել, Ղարաբաղ չենք կորցրել, գիտեք ինչ, այդ ժամանակ շատ զոհեր ենք ունեցել եւ թվերով Փաշինյանը ընդգծեց, որ թվին ինչքան զոհ ենք ունեցել։ Իսկ որ Ղարաբաղ են կորցրել, այդ Ղարաբաղը կորցնելու պատճառը հենց իրենք են, որովհետև թալանեցին ամբողջ մեր երկիրը, այն մինչև այն տրամվայի գծերը վաճառեցին, այն կեղեքեցին ամբողջ Հայաստանը, իրենք հարստացան եւ ոչ մի բան չարեցին բանակի համար։ Արցախում վերջին անգամ երբ եք եկել։ Արցախում ճիշտ ասած ես ընդհանրապես չեմ եղել։ Ես օրինակ եղել եմ 5 անգամից ավելի եւ հիացել եմ այդ քաղաքի ճարտարապետության։ Վայ, ես ինքս Եվ այլն, նկատում եմ, որ ասում եք թալանեցին, օրինակ թալանը ես վիզուալ Ստեփանակերտում օրինակ չեմ տեսել։ Դուք ինչպես եք։ չեք տեսել։ Ինչի հիման վրա եք ասում, որ թալանում եք։ Լավ։ Ուրեմն Ստեփանակերտում էլ թալանեցին Ղարաբաղի իշխանությունները։ Պարզա բոլորի համար։ Այն որ այնտեղ նստած են Բաքվում, ես ցավում եմ, որ իմ հայերն են։ Ցավում եմ շատ։ Գիտեք, այն ամենավատ հայը չպիտի լիներ Բաքվի բանտում։ Բայց այդ նույն մարդիկ կազմակերպեցին իշխանափոխություն, դաշնակցությունը, այն Սերժ Սարգսյանը, Քոչարյանը, այն որ իրանք թատերական հրապարակ են ասում, չէ՞։ Այնտեղ ասում էին, այնտեղ փոխեցինք հերթը Երևանինն է, Հայաստանինն է։ Հիմա այստեղ էլ կփոխենք, ամեն ինչը կընկնի իր տեղը։ Այ գցեցին իր տեղը ու մեր հայերին, այնտեղ Ղարաբաղի հայերին մի գիշերվա մեջ պատվալներում նախագահ փոխեցին ու մի գիշերվա մեջ ստորագրեցին ու ամբողջ Ղարաբաղի ժողովրդին բերեցին, դարձրեցին այստեղ փախստական։ Այն որ ասում են փախստական, նեղվում են, չէ որ փախան այդ ժողովուրդը ադրբեջանցուց փախավ։ Բայց 120,000 անց տեղահանվել փախստական է դարձել Փաշինյանի ժամանակ։ Չէ, գիտեք, փախստական ինքը ինչ, գիտեք, մի բան ասեմ ձեզ, դա ոչ բոլորին է վերաբերվում, որովհետև ճիշտ է, օրինակ ես նայում եմ Վազգեն Սարգսյանը, այն մեր Վազգեն Սարգսյանը, որ ինչ պատերազմներ էր անում, ինչ որ մենք հաղթեցինք,
Այդ ժամանակ եւս ասում էր, որ Ղարաբաղցիները հանգարշեք մեքենաներով այնտեղից փողեր են վերցնում, մեքենաներ են վերցնում, բոլորը Երևան են եկել, քեֆեր են անում այստեղ, մի քիչ խաղաղվենք, դրանց հարցերը կլուծենք։ Ուրեմն ամեն ժամանակներում իրենք փախել են։ Որոշ մարդիկ, իհարկե բոլորի մասին չի խոսքը, ես չեմ կարող բոլորին ասել։ Հասկանում եք։ Տեսեք, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում է, քիչ առաջ դուք եւս հիշատակեցիք, ընդդիմացությունն ասում է, այս իշխանությունը ոչինչ չի անում, որպես մեր հայրենակիցներին, պատերազմի բողով անցած քաղաքական դեմքերի կարողան է ելնել Հայաստան։ Դուք տեսնում եք այստեղ անգործություն իշխանության կողմից եւ ցանկալի կլիներ ձեզ համար, որպեսզի մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա։ Այո, պետք է վերադառնան։ Ոչ մի հայ այնտեղ չպիտի մնա, որովհետև մենք այն որ ասում են թասիբ ունենք։ Ես ուզում եմ, որ իմ չսիրած գործիչը, եթե այնտեղա թող վերադառնա։ Հասկանում եք։ Անգործություն չեմ տեսնում, որովհետև ամեն մի այսքան ելքի ժամանակ, որ Փաշինյանը ունի, ինքը գերի է վերադարձնում, պատանդ է վերադարձնում, ինչ որ կուզեք կոչեք։ Հասկանում եք։ Բայց իր օրոք են, չեմ արդի պատանդերի իր օրոք է, այո, Փաշինյանը ստանձնեց այդ ղեկավարությունը, իրանք շատ լավ իմանալով, որ դա վերջն է, հեսա պատերազմ է լինելու, Սերժ Սարգսյանը, այն որ մարդին մեկ էին անում, հետո էլ կանեին, իրանք այսքան խիղճ չունեն, էլի կանեին, էլի հայկը գնդակահար էին կենտրոնում, բայց իրանք գիտեին, որ պատերազմ է լինելու, դրա համար ես կարող եմ Սերժ Սարգսյանի խոսքը հեգնանքով, ժողովուրդը երևի մեծամասնություն դա չի հասկացել, բայց դա հեգնանք էր, որ Փաշինյանը ճիշտ է, ես սխալ, նա ուզում էր ասել, որ սա վերջն է եւ խորհրդարանում էր ասում, որ մենք էլ տեղ չունենք, բանակցելու ոչ մի տեղ չունենք, ինչ էր դրա վերջը պատերազմ, եւ իրանք կերան, խմեցին, սա վերջը ասեմ ու գնամ, իրենք կերան, խմեցին, հաշիվը փակեց Փաշինյանը։